Վանաձորի սրտում գտնվող Ստեփան Զորյանի երկհարկանի առանձնատունը 35 տարի շարունակ այցելուներին պատմում է մեծանուն գրողի կյանքի ու գրական ժառանգության մասին։ Թանգարանի ֆոնդում պահվում և ցուցադրվում է 1940-ից ավելի ցուցանմուշ, ձեռագրեր, լուսանկարներ, գեղանկարներ, անձնական և կենցաղային իրեր։ Ամեն տարի թանգարանը համալրվում է նոր նմուշներով։ Թանգարանը արդեն 35 տարի մշակութային գործունեություն է ծավալում և բավականին արդեն ճանաչում ունի, այսպես ասած, քաղաքացիություն է ստացել մշակութասեր հասարակության շրջանում և Վանաձորի քաղաքապետարանը չէր կարող իր համակ ուշադրության տակ ուղղակի չպահել այս թանգարանը և առհասարակ բոլոր թանգարանները, բայց Զորյանի տուն թանգարանը հատկապես մենք վերջի տարիներին մոդեռնացրել ենք, այսպես ասած, ժամանակակից դարձել, որտեղ թանգարանը ինքը բովանդակությամբ շատ հարուստ է, լեցուն է, բայց նաև ձևով պիտի որպեսզի գրավիչ լինի, հատկապես օտարերկրյա այցելուների, ինչու՞ չէ մեր երիտասարդների։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցություն մշակութային ժառանգությանը ծրագրով արդիականացվել է թանգարանի մշտական ցուցադրությունը, իսկ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ նորոգվել են թանգարանի բոլոր 7 ցուցասրահները։ Թանգարանը արդեն 35 տարեկան է, բայց նրա ցուցանմուշները 40 տարվա վաղեմություն ունեին, արդեն բավականին խունացել էին փաստաթղթերը և առհասարակ բոլոր ցուցանմուշները և որոշեցինք տալ նոր շունչ, ավելի փոփոխել, արդիականացնել, վստահ ենք, որ պիտի ժամանակակից սերնդին ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր ներկայացնել թանգարանը։ Այդ նպատակով որոշեցինք կատարել այդ փոփոխությունը։ Հետաքրքիր լուծումներ գտանք, ավելի ժամանակակից տարբերակով ներկայացնելու, թանգարանի որոշ դրվագներ, որոշ մասեր ակտիվացրեցինք։ Գրողի հայրական տնից, մտերիմներից ձեռք բերված կահ-կարասին, կարպետները, ֆիսհարմոնը, նամակներն ու բացիկները, գրքերը ամբողջացնում են ոչ միայն Զորյանի կենսագրությունը, այլև տվյալ ժամանակաշրջանի պատկերը։ Այստեղ եղել է գրողի հարուստ գրադարանը, բռնկված հրդեհից գրադարանի գրքերի մեծ մասը այրվել է, մնացել է մի փոքր մասը և մեր աշխատակազմի ջանքերով գրադարանը կրկին վերականգնվում է։ Ստեփան Զորյանը իր հուշերում հետագայում գրել է, որ իր առաջին հոգևոր ուսուցիչ համարում էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Ինչու՞։ Նրա կարծիքով Հովհաննես Թումանյանը մեր ժողովրդի համար նույնն էր, ինչ Պուշկինը ռուսների Ռուսաստանի համար։ Ստեփան Զորյանի տուն թանգարանն իր ուրույն տեղն ունի Վանաձորի մշակութային քարտեզում։ Այցելուները հնարավորություն ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսնելու գրողի Մարտիրոս Սարյանի վրձնած դիմանկարը շարժման մեջ։ Այստեղ վստահեցնում են, թանգարանը ոչ թե պարզապես անցյալի արձագանք է, հիշողություն, այլև մեծ արձակագրին բացահայտելու և վերարժևորելու եզակի վայր։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։